Ես նաև կկարդամ այն, այսինքն բանավոր կասեմ այն, ինչ երեք գրել եմ իմ Facebook-յան սոցիալական ցանցերում։ Դեռևս 2010 թվականին հրապարակված այդ տեսանյութի վերաբերյալ նախագահ Սարգսյանի մամլո խոսնակը տարածել է հերքում, որ ունի մի քանի կարևոր կետ։ Նման բան երբևէ չի եղել որևէ հեռախոսազրույցի ժամանակ։ B. Հայկական կողմը իր համաձայնությունն է տվել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ամերիկյան կողմին հրապարակել, գաղտնազերծել խոսակցության սղագրությունը, ինչին ի պատասխան այն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Երևանում հերքում է տարածել, որ երբևէ նախագահի եւ փոխնախագահի երկու խոսակցությունների ընթացքում նման կետ չի քննարկվել, նման հորդոր նախագահ Սարգսյանը երբեք չի հնչեցրել եւ բոլոր հեռախոսային խոսակցությունների ժամանակ կոչ է արել իր գործընկերներին ճանաչել ցեղասպանությունը։ Այդ բոլոր տվյալները զետեղված են իմ Facebook-յան էջում, իսկ ինչ վերաբերվում է այդ սուտը տարածողին, ես հասկանում եմ, որ իրանք ամեն ինչ անում են, որպեսզի դավաճանի եւ ուրացողի պիտակը, որը իրենց անվան հոմանիշն է դարել, փորձեն փակցնել այլոց վրա, բայց թող մեզնից վազ անցնեն, դա որևէ պարագայում չի հաջողվի։ Ես հասկանում եմ, որ Մելիք Ֆրանգյուլի ճակերտների մեջ համբավը իրենց հանգիստ չի տալի, բայց դա իրենք արդեն վաստակել են, թող առանձնապես չանհանգստանան։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ ապրիլի 24-ին ընդառաջ նման խոսակցություններին, կարծում եմ նախագահ Սարգսյանի պաշտոնավարման հետագիծը, ինչպես նաև կուսակցության գործունեությունը այդ հարցում, կուսակցական դիվանագիտության տրամաբանության մեջ, հանրապետական կուսակցության կուսակցական դիվանագիտության մեջ ակնհայտ է ու խոսում է շատ ավելի բարձր, քան իրենց ստերը։ Այն գործընթացները, որոնք տեղի ունեցան նախագահ Սարգսյանի կառավարման ընթացքում տարբեր երկրների կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստան այցելած բարձրաստիճան պաշտոնյաների, երկրների նախագահների վերաբերմունքը այդ հարցին, ԵԺԿ բանաձևը, որը հետագայում հիմք դարձավ մի շարք եվրոպական երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանության ճանաչման հետ կապված, շատ ավելի խոսուն փաստեր են, քան որոշ երեսփոխանների ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած ստերը։ Հիմա ես սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Ազատություն ռադիոկայան Շողիկ Գալստյան, խնդրեմ։ Պարոն Մամիջանյան, ես ուզում եմ սահմանին տիրող իրավիճակից խոսեք, արդեն 1 ամիսը անցավ, որ սահմանամերձ գյուղի բնակիչները ահազանգում են չդադարող կրակոցների մասին, գրեթե ամենօրյա ռեժիմով, նույն հաճախականությամբ, նույն ձեռագրով բնակիչները ահազանգում են կրակոցների մասին։ Այս ընթացքում 2 թե 3 անգամ Պաշտպանության նախարարությունը խոսել է նաև միայն այդ 2-3 հաղորդագրության մեջ է նշել թիրախավորված քաղաքացիական կառույցները թիրախավորելու Ադրբեջանի գործողությունների մասին։ Բնակիչները, պարոն Մամիջանյան, արդեն խոսում են գյուղում եւ կայուն շարունակվում է եւ չի երևում վերջը, իրենք արդեն այդ մասին են ահազանգում։ Ես կուզեի ձեր գնահատականը, նախ դուք ինչ եք կարծում, Ադրբեջանը ինչու է շարունակ կայուն պահում այս իրավիճակը, այս լարվածությունը, եւ երկրորդ մասով ինչ ունի այս պահին անելու իշխանությունը, եթե մարդիկ արդեն այնտեղ ահազանգում են, որ գյուղում վտանգավոր է եւ իրենք նույնիսկ ընտանիքներ կան, որ մտածում են գյուղից դուրս գալու մասին։ Այս պայմաններում իշխանության գործողությունները, շնորհակալություն։ Այս պայմաններում իշխանության գործողությունները պիտի լինի հրաժարական։ Եթե ինչ-որ գործիչներ արդեն 5 տարի շարունակ ասում են, որ խաղաղություն են բերում ու արդյունքը սա է, հրաժարականից զատ այլ գործողություն իմ կարծիքով չկա, բայց չի վրա եք զարմանում, էդ է խաղաղությունը Փաշինյանի։ Դա Նիկոլ Փաշինյանի խաղաղությունն է։ Ամեն ինչ տրամաբանական է Փաշինյանի պարագայում մենք դրա մասին խոսել էինք։
Դժոխային է, որ այդ ամեն ինչը իրականություն դարձավ, բայց մենք իրապես դրա մասին զգուշացնում էինք։ Այդ մեկ։ Երկրորդ հայտարարությունների վերաբերյալ եկեք տենց հպանցիկ չանցնենք, էլի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածում էր բացառապես դրանից հետո, երբ դա արդեն սկսում է շրջանառվել մամուլում, սոցիալական ցանցերում եւ այլն։ Ընդ որում իրանց տարածած հայտարարությունն էլ մի հրաշք չէր։ Իրանք Ադրբեջանի փոխարեն կներեք բառիս համար, բայց կրուդիտ էին լինում։ Այսինքն իրանք Ադրբեջանի փոխարեն փորձում էին ի սկզբանե ասել դե բանը կրակահերթերը թիրախային չեն, օդ են կրակում, մեր վրա չեն կրակում, փուր են կրակում։ Այսինքն յուրաքանչյուր անգամ հետո երբ սկսեցին արդեն թիրախային կրակել, էլի հասարակության եւ լրատվամիջոցների ճնշման ներքո իրանք ստիպված եղան հայտարարել, որ մի քանի դրվագներով առնվազն կրակը եղել է թիրախային։ Սա է այն իրականություն։ Դրան ես երկու նկատառում ունեմ։ Մեկ, մեր բոլոր քաղաքացիների համար, որոնք այս 4 կամ 5 տարիների ընթացքում խաբվել են Փաշինյանի խաղաղությունը բերում սուտ թեզին։ Մենք արդեն փորձեցինք գնալ Փաշինյանի ճանապարհով։ Մենք զգուշացնում էինք, խնդրում էինք այդպես չանել, բայց իրեն հաջողվեց մեր քաղաքացիների ինչ որ հատվածի խաբել։ Մենք գնացել ենք այդ ճանապարհով, այսինքն ամեն ինչ զիջելու, բռնաբարվելիս թուլանալու եւ չդիմադրելու ճանապարհով։ Արդյունքը էս է, որ մարդիկ մտածում են իրենց տները թողեն գնան։ Իսկ գուցե արժի գոնե հիմա փորձել այլ ճանապարհ, ներգրավել միջազգային միջնորդ, ներգրավել բանակցային գործընթացի երաշխավոր, վերափոխել բանակցությունների տրամաբանությունը ու այսպես շարունակ ուշադրություն թող դարձնեն։ Ես պատերազմ մի հետ կապ ունեցող որևէ բառ չասեցի, իմ բոլոր բառերում բանակցություն բառը առկա էր։ Այնպես որ հեքիաթները թող գնան իրենց վարչության նիստերին պատմեն, որ մենք խաղաղությանը դեմ ենք։ Սա առաջին կետը։ Եվ երկրորդ, ըլի զուգահեռի տրամաբանության մեջ Փաշինյանը վերջերս իր ելույթներից մեկում ասում էր, որ եթե կրկնում էր այն միտքը, որ եթե անվտանգության երաշխավորը բանակն է, ապա այդ անվտանգությունը ձախողված է։ Շատ պարզ համեմատական առաջ քաշվում։ Ուրեմն եթե Նիկոլ Փաշինյանի անվտանգության երաշխավորը այդ մի 20-30 մեքենաներից բաղկացած շարասյուններն են, երբ որ ինքը մտնում է որևէ տեղ այդ տարածքը դադարում է կյանքը մոլեկուլյար մակարդակում այդ տարածքում, իսկ գուցե այդ բարագայում ինքն էլ է ձախողված։ Ինչին է պետք իրան այդ անվտանգությունը։ Եթե իր տրամաբանությամբ երկրին բանակի կողմից երաշխավորված անվտանգությունը դա ձախողում է, իսկ կարող է վարչապետի աթոռին նստածի համարել է ձախողում, եթե իր անվտանգությունը պահպանելու համար տեղը օգտագործվում է տենց բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները, մեքենաներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Կարծում եմ սա տեղին զուգահեռ է, որի մասին ինքը պիտի մտածի։ Երկրորդ մասով, պարոն Մամիջանյան, Ադրբեջանի նպատակների։ Ադրբեջանի նպատակները եղել են եւ կան նույնը։ Երբ ինքը տեսնում է, որ դիմացինը պատրաստ է ծախել ամեն ինչ, այնքանավոր թղթի կտոր ստանա, որը ոչ մի արժեք չունի, ինքը սխմելու է մինչև վերջ։ Առաջանալու են նոր պահանջներ, ավելի անդրամաբանական։ Խնդրում եմ, ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, որ մեր երկրում իրադարձությունները այնքան շատ են ու այնքան վատն են բոլորը, որ մենք չենք էլ հասցնում դրանք ֆիքսենք, բայց մի հատ կհիշեք մի տարի առաջ ինչ էր ասում։ Ոչ մի դեպքում սահմանադրություն չեմ փոխելու։ Ոնց կարող է դա տեղի ունենալ Ադրբեջանի պահանջով։ Չէ, ինչ երրորդ երկրներ եւ այլն եւ այլն։ Բաուրա հերթով կտոր թուլացնելով մեր երկրի եւ մեր քաղաքացիների զգոնությունը, ինքը կատարել է բոլոր պահանջները ու կկատարի բոլոր նրանք, որոնք առաջ կքաշվեն։ Այդ ցավը կայանում է նրանում, որ կարմիր գիծ չկա։ Քանի որ ինքը իր իշխանության պահպանման համար է բանակցում, իրան պետքա թղթի կտոր, որի բուն բովանդակությունը եւ արժեքը էական չի իր քարոզ արշավի համար։ Ինքը ամեն ինչ պատրաստ է հանձնի, ամեն ինչից պատրաստ է հրաժարվի եւ բնականաբար Ադրբեջանը դա տեսնում է, նորանոր պահանջները առաջ քաշում, գիտակցելով, որ դիմացինը այլ ընտրանք չունի։ Դիմացին ասելով ես նկատում եմ Նիկոլ Փաշինյանի անձը, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետություն։
Շողիկ ջան, չեմ մի հատ մյուսներն էլ տան։ Այլ հարցեր կան, խնդրեմ ներկայացեք։ Հանրային ռադիո Լենա Բադեյան, պարոն Մամիջանյան, դուք նշեցիք, որ միջազգային միջնորդներին ժամանակն է ներգրավել բանակցություններում, բայց պատմությունը եւ ժամանակը ցույց տվեց, որ միջնորդների մի մասը ընդունելի չեն Հայաստանի համար, մյուս մասը ընդունելի չեն Ադրբեջանի համար։ Դուք կոնկրետ նոր առաջարկ միջնորդների առումով պետությունների կամ կազմակերպությունների ունեք։ Ես ներողություն եմ խնդրում, ուղղակի ուզում եմ հասկանալ պատմությունը եւ ժամանակը այդ ոնց ցույց տվեց, որ միջնորդները անընդունելի են։ Եթե այս պահին արկա են կողմեր, որոնց դեմ են արտահայտվում բանակցային կողմերից այս կամ այն, դա առանձին պատմություն է, բայց պատմությունը ցույց չի տվել, որ միջնորդները անընդունելի են։ Հակառակը, թե այս կոնֆլիկտի պատմությունը, թե համաշխարհային կոնֆլիկտների պատմությունը ցույց է տվել, որ երբեք առանց միջնորդի, առանց երաշխավորի նման բանակցություններ չեն ընթանում։ Երբեք չկա տենց դեպք պատմության մեջ, հասկանում եք։ Իրա know-how-ն է։ Ինչ վերաբերում է առաջարկին, որպեսզի մեր քաղաքացիների համար եւ ձեր համար հարգելի լրագրողներ ընկալելի լինի, որ իմ հնչեցրած կարծիքը միջնորդական եւ երաշխավորական առաքելությունների մասին չունի որևէ աշխարհաքաղաքական ուղղվածություն, ես հենց այդ դրդապատճառով չեմ նշում երկիր կամ միջազգային կազմակերպություն։ Անհրաժեշտ է գտնել մի որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է երկու մինիմալ պահանջների։ Մեկ, ունակ է ներգրավվել, այստեղ խոսում ենք եւ ցանկության մասին եւ պարտադրանք բառը լավ բառ չի միջազգային իրավունքի մեջ օգտագործելու համար, բայց որը կարող է իր հեղինակությամբ այնպես անել, որ երկու կողմերն էլ ընդունեն իր միջնորդական ծառայությունները, այսպես ձևակերպենք։ Եվ երկրորդ, որը այս կամ այն կերպ ներգործություն եւ ներկայություն ունի տարածաշրջանում։ Ում ասածը կարող է գնալ անդին կամ պարզապես հայտարարությունները։ Ցանկացած կողմ եւ ցանկացած միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է այս երկու մինիմալ պահանջներին, կարծում եմ, որ շատ ավելի լավ արդյունքի կբերի, քան այս պահին ընթացող բանակցությունները։ Բացառությամբ Թուրքիայի։ Ինչի համար եմ ես հատուկ նշում Թուրքիան, որովհետև առաջին հույս ունեմ, չէ, Հայաստանի Հանրապետության որպես պետություն շահերի համար Թուրքիայի միջնորդական առաքելությունը անընդունելի է, Փաշինյանի համար խիստ ողջունելի։ Դա ինձ ցույց տալիս իր հանդիպումները Թուրքիայի նախագահի հետ։ Երկրորդ իմ մտավախությունը, ինչի համար եմ ես սրան շատ կարևորություն տալիս, մոտավորապես 2 շաբաթ առաջ նույն օրը տեղի ունեցել 2 հեռախոսազրույց։ Առաջինը ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ, որի բովանդակությունը տենց առանձնապես էական չէր, ըստ հաղորդագրության, եւ անմիջապես հետո զրուցել է Թուրքիայի արտգործ նախարարի հետ։ Այդ հեռախոսազրույցի հետ կապված տարածված հաղորդագրության մեջ կա մի շատ հետաքրքրական կետ, որ ԱՄՆ պետքարտուղարը խնդրել է կամ առաջարկել է, որպեսզի Թուրքիան աջակցի Ամերիկայի Միացյալ Նահանգներին հարավային Կովկասում խաղաղության հաստատման հետ կապված։ Երբ դու կապում ես այդ երկու իրադարձությունները, ստանում ես, որ այն ինչի մասին մենք մի քանի ամիս առաջ խոսում էինք, որ Փաշինյանը դեմ չի, որպեսզի Թուրքիան լինի միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում, արդեն իրականություն է։ Սա պարզ տրամաբանություն է։ Այնպես որ այն երկիրը, որը ունակ կլինի եւ ունի տարածաշրջանում ներկայություն, ունի ներգործության լծակներ, եւ երկրորդ այն երկիրը, որը կարողանա ապահովել երկու երկրների ներգրավվածությունը այդ բանավեճում։ Ես հատուկ չեմ ասում որևէ երկրի անուն, որպեսզի ասածից աշխարհաքաղաքական ենթատեքստ չտամ, որը իրականում չկա։ Պարզապես միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների շատ համեստ նույնիսկ գիտելիքները թույլ են տալիս երաշխավորված ասելու, որ չկա այլընտրանք միջնորդով կամ երաշխավորով բանակցությունների։ Դա պարզապես պատմությունն է ասում։ Սիվիկեյամ, խնդրեմ։ Մամիջանյան, դուք խոսեցիք միջազգային երաշխավորի միջնորդի մասին, բայց միևնույն ժամանակ բոլոր այն հանդիպումները, հեռախոսազրույցները հենց դուք ինքներդ էլ նշեցիք Միացյալ Նահանգների կարևոր ղեկավարության ներկայացուցիչների հետ, միշտ փորձում եք նսեմացնել դա, այսինքն ինչ եք այդպես անում։
Անկարևոր են արդյոք այդ զրույցները, հանդիպումները։ Դուք ներկա եք, ես որ նոր խոսում եի։ Իսկ թվում է ուրեմն ձեր հարցը այդքան էլ էական չի, ես նսեմացնելու մասին որևէ բան չեմ ասել։ Ես ասել եմ, որ այդ երկու հեռախոսազրույցների սխալություններից հրապարակված սխալություններից չէ, հայտարարություններից հետևում է, որ Թուրքիան ներգրավվելու է կամ արդեն ներգրավվել է որպես միջնորդ։ Այդտեղ նսեմացում որտեղ տեսեք։ Շնորհակալություն։ Ազգորաթերթ, խնդրեմ։ Այս առաջին հարցին որպես լրատվիչ մանրամասն կուզեի բարձաբանել նոր իմ հարցը տամ արդյոք սահմանային լարվածության մեջ արհեստականության տարր չեք տեսնում բնակության մեջ խոչապ առաջացնելու եւ այլ հանգամանքներ որպեսզի ասենք խաղաղության պայմանագիրը անցանկալի պայմաններով արագ ստորագրվի սա որպես լրացում շողոքի հարցին եւ իմ հարցը այսպեսին է Արդյոք ընդդիմությունը ժամանակը չի որ բևեռանային հարցի վրա որ խաղաղության պայմանագրի տեքստը որ բազմաթիվ անգամ ասում են որ ամբողջը արդեն բանակցված է հրապարակվի դրա համար իրավական միջազգային դիվանագիտական խոչընդոտները ավելի շատ են քան դրա հրապարակման նպատակահարմարությունը եւ ինչպես հասնել դրան Եկեք վերջին հարցից գնամ Գիտեք Այս իշխանություն կոչվածները օրվա կառավարիչները նույնիսկ չեն հրապարակում այն ինչը խոստացել էին հրապարակել օրինակ բանակցային փաթեթները փաստաթղթեր որոնք հանգիստ կարելի է արդեն գաղտնազերծել արդեն հայ-հայա դիմում են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար ինչ իմաստ ունի դրանք պահել գաղտնի մասնավորապես 19 թվականին իր ստացած ու մերժած առաջարկը ես չեմ դադարելու դա պահանջել իրանք պարտավոր են դա հրապարակել 1 Երկրորդ, իրանք չեն հրապարակում օրենքի խախտումով իրանց այդ շոու ծրագիր քննիչ հանձնաժողովի զեկույցը նույնիսկ իրանց շոու ծրագիր քննիչ հանձնաժողովի զեկույցը չեն հրապարակում օրենքի խախտմամբ հիմա էլ ոնց որ ասել են սեպտեմբերի 27-ի հաջորդ լիագումարին են հրապարակելու դե հետո մի բան էլ ժամանակ կհորինեն Ինչ վերաբերել է այս պահին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստին, ես ուզում եմ հիշեցնեմ, որ երբ Արարատ Միրզոյանը արտաքին կապերի հանձնաժողովում բյուջեի կատարողականի հետ չեմ սխալվում հետ կապված եկել էր, իրեն հարցնում են, երբ հրապարակվելու, ասում է դե ես ճիշտ ասած այդքան էլ տեղյակ չեմ ադրբեջանական կողմի հետ պետք է հասկանանք թե ինչ ընթացակարգով ենք հրապարակում, կհրապարակենք։ Դուք հասկանում եք, որ իրանք արդեն նույնիսկ չեն էլ ամաչում ասել, որ իրանցից ոչ մի բան կախված չի։ Ոնց Ադրբեջանը որոշի, այդպես է լինելու։ Կան տարբեր օրինակներ տեքստերի հրապարակման եւ չհրապարակման նույն հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ Թուրքիան պահանջում էր, որպեսզի դրանք չհրապարակվեն։ Հայկական կողմը պահանջում էր, որպեսզի դրանք հրապարակվեն եւ հրապարակվեցին։ Շատ են օրինակները մինչև ստորագրելը հրապարակելու ու չհրապարակելու, դա առանձին պատմություն է։ Բայց այն որ Փաշինյանը օգոստոսին 18 թվականի խոստացել էր հանրապետության հրապարակում ժողովրդի հետ քննարկել Արցախյան հակամարտության կարգավորման իր տարբերակը, իսկ հիմա ինքը Պրահայում հանձնեց Արցախը առանց ժողովրդին հանձնելու ու հիմա էլ ժողովրդի հետ առանց քննարկելու եւ առասարակ տեղյակ պահելու դրա վերջին արարն է իրականացնում ակնհայտ է։ Այնպես որ եւ դա պետք է հրապարակվելու վրա ուշադրություն դարձնի ընդդիմությունը եւ իմ նշած փաստաթղթերի բանակցային եւ 44 օրյայի ու այսպես շարունակ։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին։ Տեսեք, Ադրբեջանի տրամաբանությունը շատ պարզ է։ Բնական է ինքը պետք է ագրեսիա իրականացնի խաղաղ բնակչության վրա, որը առաջացնի հասարակական լարում, ճնշում, խռովություն, որը Փաշինյանը օգտագործի հերթական զիջումը ճակերտների մեջ լեգիտիմացնելու համար։ Սա գիտեք որ դեպքում է լինում։ Սա լինում է այն դեպքում, երբ որ հիմնական բանակցողը այս պարագայում Փաշինյանը կարմիր գիծ չի գցում։ Թողում է սակարկման հնարավորություն ու Ադրբեջանը գիտակցում է որ եթե մի քիչ էլ այս կամ այն գործողությունը իրականացնի ինչ ուզի տալու են
Երբ որ սա է այն, ինչի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք բանակցային գործընթացում, եթե դու հստակ կարմիր գիծը չես գծում, ցույց ես տալիս, որ կա հավանականություն, որ դու ամեն ինչ կանես մենակ թե նախընտրական այդ խաղաղություն ճակերտների մեջ բառով փաստաթուղթը ստանաս, բնականաբար բացում ես հնարավորություն, որպեսզի անօրեն ագրեսիաներով քեզանից շորթեն ստանան այս կամ այն նորանոր զիջումը ու ոնց հասկանում եմ Փաշինյանցից իրենք առանձնապես տենց դեմել չեն այդ զիջումները անելուն բացառությամբ կառավարական դաշաների դրանց անվտանգությունը Հայաստանում ամենակարևորն է ըստ իրենց։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։